Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արձագանքել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը և նշել, որ մարդասպանները անպայման պատասխանատվության կենթարկվեն։ Ցանկացած արյան դիմաց արյամբ են վճարում։ Նահատակներին սպանած հանցագործները շուտով կհատուցեն իրենց արածի համար, ասել է Խամենեին։ Լարիջանիի սպանությունից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվել է։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանին, թիրախավորելով իսրայելական բանակի վերալիցքավորող ինքնաթիռներին։ Միաժամանակ պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակումը իրականացրել է Իրանը։ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ոչ միայն Լարիջանիին, այլ նաև նրա որդուն և Իրանի հետախուզության նախարարին։ Սպանությունից հետո Իրանում արդեն տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Հուսեյն Դեհղանը։ Նա նախկինում զբաղեցրել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը և եղել է երկրի գերագույն առաջնորդի պաշտպանական արդյունաբերության հարցերի խորհրդականը։ Հետախուզության և ազգային անվտանգության նախարար է նշանակվել Մոստաֆա Պուր Մահամմադին։ Նա երկար տարիների փորձ ունի անվտանգության համակարգում։ Նա եղել է Իրանի ներքին գործերի նախարար, գլխավոր դատախազը, նաև ղեկավարել է արտաքին հետախուզության վարչությունը։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Լարիջանիի և մյուսների աճյունները երեկ տեղափոխվել են Թեհրանի կենտրոնական հրապարակ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են այնտեղ հրաժեշտ տալու Իրանի քաղաքական համակարգի ազդեցիկ գործիչներին։ يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المؤمنين Ալի Լարիջանիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ժամեր առաջ։ Լարիջանիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Լարիջանիին անվանել է Ռուսաստանի իսկական բարեկամ, իմաստուն և հեռատես քաղաքական գործիչ, որի հետ բազմիցս հանդիպել է։ Մինչ այդ Իրանի իշխանությունը կարծես փորձում է ցույց տալ, որ Լարիջանիի մահը չի խաթարի երկրի քաղաքական համակարգը։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մեկ պաշտոնյայի մահը չի կարող ազդել Իրանի իշխանության կայունության վրա։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը ունի ամուր քաղաքական կառուցվածք և համակարգի ուժը կախված չէ առանձին անձանցից։ Մենք չենք ունեցել որևէ մեկին, որն ավելի կարևոր լիներ, քան հենց առաջնորդը։ Եվ նույնիսկ երբ առաջնորդը նահատակվեց, համակարգը շարունակեց գործել և անմիջապես ապահովեց փոխարինողին։ Եթե մեկ ուրիշը նահատակվի, նույնը կլինի։ Եթե երբևէ արտաքին գործերի նախարարը նահատակվի, ի վերջո կգտնվի մեկ ուրիշը, ով կստանձնի այդ պաշտոնը։ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին սոցիալական ցանցերում տարածվել է նաև խորհրդանշական մի տեսանյութ։ Լիբանանցի թավջութակահար Մահդի Սահելին Բեյրութի ավերակների մեջ կատարում է Արամ Խաչատրյանի Անդանտինոն։
Իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին եւ դրանց լուծման քայլերին նվիրված համաժողովին։ Ըստ Փաշինյանի կառավարության օրակարգում 2023 թվականից ի վեր այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում։ Ես վիճակագրությունը տեսա, այս պայդրությամբ ընդամենը 1700 քանի ընտանիք է, որ ծրագրերով տուն է ձեռք բերել։ Իհարկե, սա մի կողմից այս թիվը քիչ չի այն առումով, որ այսինքն մեխանիզմ կա, որը աշխատում է։ Եթե մի հոգի լիներ, կասենք դե մի հոգին ոնց է լինի գլուծեր այդ հարցը 2-3, եթե 1000 եւ ավելի մարդ փաստացի իրականացրել է, այսինքն ծրագրի նպատակը իրագործված է, նշանակում է մենք առնվազն մեխանիզմ ունենք, որի լավարկումը միշտ էլ օրակարգում է, Բայց միաժամանակ պետական համակարգում վերջին շրջանում նկատվում են նաև կադրային փոփոխություններ։ Պաշտոնից հեռացող կամ հեռացվող անձանց թիվը աճում է եւ շատ դեպքերում տարաձայնությունների կենտրոնում կրկին Արցախի թեման է կամ արցախցի լինելը։ Ինչ է կատարվում պետական համակարգում եւ ինչ կապ ունի դրա հետ Արցախի հարցը, ռեպորտաժում։ Տասնյակ գործիչներ հեռացել են պետական համակարգից Արցախի վերաբերյալ գործող իշխանության վարած քաղաքականության պատճառով։ Քաղաքները դժգույն ու դժբախտ կոչվելու պատճառով։ Դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Հայաստանի արտգործնախարարի նախկին խորհրդական հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը համակարգից հեռացողներից էր։ Բազմաթիվ դիվանագետներ են այդ շրջանում ավելի ուշ շրջանում դուրս եկել իրենց դիմումի համաձայն գործից հենց նույն պատճառաբանությամբ այստեղ խնդիրը միայն Արցախ չէ, դժգոհությունը անհամաձայնությունը կապված էր արտաքին քաղաքականության հարցերի ողջ բլոկի հետ, այսինքն ընդհանուր արտաքին քաղաքականությունը իմ եւ իմ ընկերների դիտարկմամբ ուղղակի ոչ թե սպասարկում էր ազգային շահ, այլ գնում էր ընդդեմ ազգային շահի։ 44-օրյա պատերազմից հետո հեռացողների շարքում էին Արա Այվազյանը, Վահագն Մելիքյանը, Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Գագիկ Ղալաչյանն ու մի շարք երիտասարդ դիվանագետներ։ Ոչ միայն հեռանում, հեռացվում են։ Ամենաթարմ օրինակը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Էդիտ Ագզոյանի հեռացումն էր։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ինչու է Փաշինյանը շարունակում Արցախի դեմ պայքարը։ Ինչ քաղաքականություն է սա։ Այս հարցի պատասխանը 20-րդ դարավերջին տվել է ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Գիլպին իր «Պատերազմ եւ փոփոխություն» վերլուծական գրքում։ Վերլուծականում քննարկվում է ռազմական, քաղաքական, տնտեսական էքսպանսիայի տեսությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի բռնի հայաթափումը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական էքսպանսիան էր։ Այսինքն պետությունը ռազմական միջոցներով ընդլայնել է իր տարածքը։ Հիմա Փաշինյանի վարքը տեղավորվում է քաղաքական էքսպանսիայի ենթարկվողի տրամաբանության մեջ, նշում է քաղաքագետ Արսեն Գասպարյանը։ Եթե դու պատերազմ ես պարտվում ու պատերազմը հաղթողի հետ շարունակում է բանակցել այն քաղաքական ուժը, որը պատերազմը պարտվել է, քաղաքական էքսպանսիայի տարերը, լինի դա թե Արցախի անվանման հետ կապված կամ Արցախի բնակչության իրավունքը, վերադարձի իրավունքը, իրենց մշտական բնակության վայրերը, Արարատ սարի հետ կապված եւ այլն, այսինքն նույնիսկ քաղաքական սիմվոլները։ Դրանք անմիջապես ներառվում են քո հակառակորդի քաղաքական էքսպանսիայի մեջ։ Թուրքիան այս քաղաքականությունը փորձել ու հաջողել է Հյուսիսային Սիրիայում։ Ռազմական էքսպանսիան արտահայտվեց նրանով, որ Թուրքիան ռազմական գործողությունների միջոցով վերահսկողություն հաստատեց մի շարք տարածքների նկատմամբ։ Այնուհետև գործարկվեց քաղաքական էքսպանսիան, ազդեցությունը տարածելով տեղական կառավարման համակարգի վրա։ Հետո մեծ դեր ունեցավ տնտեսական էքսպանսիան, շուկան ողողելով թուրքական ապրանքներով եւ տարածելով թուրքական լիրան։ Հայաստանում նույնն են անում Թուրքիան եւ Ադրբեջանը գործող իշխանության միջոցով, նշում է զրուցակիցս։ Ոչ մի դեպքում Արցախ չի նշանակում պատերազմ, չի նշանակում պարտություն։ Հակառակ Արցախ դա նշանակում էր եւ եթե մենք ունենանք Արցախ, դա կնշանակի
Հզոր Հայաստան, ամուր Հայաստան։ Փաշինյանի կառավարությունից հեռացողներն ու հեռացվողները, մարդիկ, սիմվոլներ, պատմություն, թե անկախության հռչակագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական էքսպանսիայի հետևանք է։ Այս փուլը ուղղորդվում է նաեւ տնտեսական էքսպանսիայով։ Բենզինի ներկրում, ադրբեջանական տարածքով հացահատիկի ներմուծում եւ այսպես շարունակ։ Իսկ ինչպես կանխել տարածվող էքսպանսիան։ Քաղաքագետ Արսեն Գասպարյանը կարծում է, ազգային ռեֆորմացիայի կարիք կա Հայաստանում։ Սովորաբար ազգային ռեֆորմացիա հասարակական հարաբերություններում անում է ընտրախավը, ինտելեկտուալ ընտրախավը։ Հիմա թե այս փուլում հայ ժողովրդի մոտ առաջ կգա այդ ինտելեկտուալ ընտրախավը, որը սովորաբար մի քայլ առաջ է տեսնում մնացածից եւ կկարողանա կազմակերպել այդ ազգային ռեֆորմացիան եւ որ առնչություն ունենա բոլոր ոլորտներին, դա ժամանակի հարց է։ Այդ հնարավորությունը ընձեռվել է Հայաստանին, որը կարող են արտահայտել համապետական ընտրության արդյունքներով։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մինչ այդ արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատել սահմանադրության նոր տեքստի վրա։ Նախարար Սրփուի Գալյանը հայտարարել է, որ նոր նախագծի ամբողջական տարբերակը լինելու է հրապարակային եւ հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ դրա բոլոր դրույթներին, ներառյալ նախաբանը։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը եւ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն շատ լավ ձեզ համար գուցեև չունեն իմաստ մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք որ յուրաքանչյուր դրույթ որը կնախատեսվի սահմանադրությունում մանրամասն քննարկման առարկա դարձվի հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիների հետ Գալյանը կարծում է, որ սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև ընտրությունը, ըստ նրա բավարար ժամանակ կտրամադրեն ծանոթանալու համար։ Տեղի է ունեցել Միքայել Սրբազանի գործի վերաբերյալ դատը։ Սրբազանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Սրբազանի խափանման միջոցի փոփոխության համար։ Թիմը միջնորդել է վերացնել տնային կալանքը, սակայն դատարանը պահպանել է խափանման միջոցը։ Դատարանը Միքայել Սրբազանին թույլատրել է մասնակցել կիրակնօրյա պատարակներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարակ մատուցել ոչ։ Երեկ շարունակվել է նաև Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական քննությունը։ Մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ գործի նյութերում բացակայում են մի շարք կարևոր փաստաթղթեր, թեև դրանց մասին հիշատակումներ կան։ Հիմա ես իմ միջնորդությամբ իրավական պահանջ եմ ներկայացրել քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչմամբ, որպեսզի դատարանը աջակցի պաշտպանական կողմին ձեռք բերելու հիշյալ ապացույցների միջնորդության վկայակոչված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ դատավարական նորմը գործում է այն ժամանակ, երբ նորմի տրամաբանությունը դա է հիշում, որ կողմը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով արդյունքի չի հասել։ Մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել Նորհաճնում։ Իրավապահները բնակարանից բերման են ենթարկել արցախցի զոհված զինծառայողի քրոջը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա խոսքով կնոջը ձերբակալել են սեփական բնակարանից 5 երեխաների աչքի առաջ։ Ընտանիքի հետ խոսել է Սեդա Գյուրեղյանը։ Մարտի 18-ին կեսգիշերն անց Արցախից բռնի տեղահանված Մեսրոպյաններին Նորհաճնի տուն մի քանի ոստիկաններ են մտել ու տեղեկացրել, որ ընտանիքի մորը Գայանե Մեսրոպյանին տեղափոխելու են Դիլիջանի բաժին։ Անչափահաս 3 երեխայի աչքի առաջ են ուշ գիշերին Գայանեին բերման ենթարկելու հասցրել Դիլիջան առանց բացատրություններ տալու։ Ասում է հենց հիմա մեզ հետ պիտի գաս բաժին, մեր ավտոյով, մեզ հետ, Մնացալ ենք զարմացած, շշմած, շոկի մեջ, թե ինչա, չեն էլ ասել ինչի համար, ոչ մի բան։ Ձեր երեխայի հետ եք չէ՞ տղա։ Երեխայի հետ, երեխան լացում էր, երեխան ստրեսի մեջ էր совсем։ Հա։ Ինձ հետ երեխային ինձ հետ վերցրեցի իրանց ավտոյով տարան։
Միջև ընդող չեն էլ ասել ինչի համար։ 6 բնակարան են փոխել Մեսրոպյանները 2023-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Առաջին բնակարանը Դիլիջանի Աղավնաձորում է եղել, հենց Դիլիջանում էլ գրանցվել են։ Դա է պատճառը, որ այդ ժամին ոստիկանները Գայանեին հենց Դիլիջան են տեղափոխել։ Քննչականում հարցաքննության ժամանակ է միայն իմացել Գայանեն, որ 1 տարի հետախուզման մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի մասին մեկնաբանության պատճառով։ Մի տարի առաջ եմ հետ գրել, մի տարի առաջ գրածս ինձ երեք են եկել գտել, բռնել, մի տարի առաջ էր այդ գրարումս, մի տարի առաջ, ասմա քեզ մի տարի է մենք ման ենք գալիս, ռոզսկի մեջ եմ։ Գայանեին խնդրեցինք ցույց տալ մեկնաբանությունը, պարզվեց հեռախոսը Դիլիջանում վերցրել են ուսումնասիրելու համար։ Բացեցին, ասում այս կոդ չկա դրած, ասում չէ իմ հեռախոսը կյանքում կոդով չի եղել, իմ հեռախոսը այս քո էջն է, ասում հա, fake edge ունես, fake edge որն է, ասում եմ, էսա իմ edge-ը մի հատ է։ Մեկ էլ երեխեքն են խաղում, սա խաղեր է մեջը։ Մի ունենց բան չկա էլի, որ վախենաս, մի չգիտեմ իմանաս ինչա։ Թե պիտի մնա մեր մոտ, կամ թող մնա, տենց բաներ են կորցրել։ Սա առաջին դեպքը չէ, որ սոցցանցերում գրառումների համար քաղաքացիների են ձերբակալում։ Շաբաթներ առաջ 60-ամյա կնոջ էին ձերբակալել կրկին քաղաքական ենթատեքստով մեկնաբանություն գրելու համար։ Մեսրոպյանների ընտանիքի հայրն ասաց, իրենց կողքի գյուղում էլ մի տղամարդու են ձերբակալել։ Իրավապաշտպանի կարծիքով ընտրություններին ընդառաջ իշխանությունների նման վարքագիծը շատ վատ նախադեպ կարող է լինել։ Վերջին դեպքը արտառոց է իհարկե, բերման են ենթարկել գրառման համար, բռնության կոչի, թեկուզ բռնության կոչի համար, ընդ որում ամենասարսափեցնողը նա է, որ երեխաներից մեկին բերման են ենթարկել մոր հետ միասին։ Սա աննախադեպ իրավիճակ է, խայտառակ իրավիճակ է։ Մեր նկարահանման պահին ընտանիքը շտապում էր դուրս գալ։ Նորից էին կանչել Դիլիջան հերթական հարցաքննությանը։ Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, ինչ հոդվածով է կնոջը մեղադրանք առաջադրվել։ Խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արարատի մարզից ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխային սպանել փորձելու համար կասկածվող խորթմայրը կալանավորվել է 2 ամսով։ Հիշեցնեմ, որ երեխային հիվանդանոց էին տեղափոխել կլինիկական մահ ախտորոշմամբ, սակայն բժիշկներին հաջողվել է վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Արաբկիր բժշկական կենտրոնից մեզ հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կլինի 16-ից 18, իսկ երեկոյան 2-ից 4 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։